Բարլուս, Doctors from YouTube-յան ալիքում, Doctors 10 հաղորդումն է շատ վատ անուն է, կոմենտներում լավ անուն առաջարկեք։ Մենք այսօր վերցնում ենք մի թեմա, 10 հարց ենք տալի մասնագետին, այսօրվա մեր հյուրը, բժիշկ սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանն է, ում հետ զրուցելու ենք հղիության ժամանակ սոնոգրաֆիայից։ Բարև ձեզ Արմինե։ Բարև ձեզ։ Հղիության ո՞ր ժամկետում են կատարում առաջի ուլտրաձայնային հետազոտությունը, ինչ նպատակով։ Սովորաբար ցիկլի ուշադանուց 5-ից 6-րդ օրը արդեն կարելի է կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, որի ժամանակ որպես կանոն հայտնաբերվում է միայն պտղաձուն 4 շաբաթական ժամկետում։ Այնուհետև 5 շաբաթ լրանալուց հետո կարող եք տեսնել արդեն սաղմը զարգացող հղիության դեպքում, իսկ 6 շաբաթ լիարժեք լրանալուց հետո արդեն պտղի սրտի բաբախը։ Ամսվա ընթացքում քանի ուձ հետազոտությունն է վտանգավոր հղիի համար։ Սովորաբար ուլտրաձայնային հետազոտությունը հենց անունը արդեն հուշում է, որ ձայնային ալիքի միջոցով ենք ստանում պատկերը եւ առհասարակ ճառագայթ չի պարունակում։ Հետևաբար չկան ապացուցված գիտական փաստեր, որ ունեն վնասակար ազդեցություն սոնոգրաֆիկ հետազոտությունները, ուստի հղիության ցուցումով որքան անհրաժեշտ է, այնքան արվում է։ Ներհեշտոցային ուձը հենց միֆ կա, չէ՞ որ ներհեշտոցային ուձը բերում է վիժման։ Կա տենց բան, թե չէ։ Տեսեք, ասել բերում է վիժման, միանշանակ նման տեսակետ չկա, սակայն կան բացարձակ ու հարաբերական ցուցումներ ներհեշտոցային հետազոտության դատչիկի կիրառման։ Կարող եմ թվարկել, եթե հետաքրքիր է։ Բացարձակ ցուցումներից դրանք արյունահոսությունն է հղիի մոտ, այսինքն վիժման բացարձակ վտանգը, ինչպես նաև խորիոնի շերտ ազատումը։ Երբ որ կա կասկած, որ ցերվիկալ պարանոցը կարճացած է եւ բաց կանալը, երբ որ ունենք պարանոցի վրա դրած կարեր հղիի մոտ անամնեզում եւ երբ որ կա վտանգ պտղաջրերի արտահոսքի, դրանք բացարձակ ցուցումներն են, որոնց ժամանակ չի կարելի օգտագործել ներհեշտոցային, որի մասին բժիշկը իմանում է հետազոտությունից առաջ։ Պարտադիր պետք է անպայման։ Երբ են մարդիկ իմանում երեխայի սեռը, որ շաբաթականում պետք է գան այդ հետազոտությանը։ Անատոմիական վերջնական ձևավորման ավարտը դա նկարագրվում է 12 շաբաթը։ 12 շաբաթից փորձ են անում հստակ պրոգնոզել, բայց իդեալական է վերջնական հաստատել 14 շաբաթից սկսած։ Որ սկրինինգն է կարևոր հղիության ընթացքում առաջինը թե երկրորդը։ Տեսեք, մենք ունենք 3 սկրինինգ, 3 երապսյակների վերաբերող եւ դրանց տարանջատել կարևոր ու անկարևոր, ես այդքան էլ ճիշտ չեմ համարում, որովհետեւ չեն փոխարինում իրար, ընդհակառակը առաջի սկրինինգից մինչև վերջ իրար լրացնելով հետազոտությունները շարունակում ենք։ Առաջի սկրինինգի ժամանակ ունենք սիմպտոմներ, որոնք հայտնաբերելու ժամանակ օրինակ կարող են անհետանալ երկրորդ երամսյակի, օրինակ օձիքային տարածությունը։ Դաունի սինդրոմի ժամանակ օձիքային տարածությունը 14 շաբաթականում, անգամ եթե ինքը լայն է, ավտոմատ կերպով փակվում է։ Եվ մենք ասենք 16 շաբաթականում Դաունի սինդրոմով պտղի մոտ կարող եք տեսնել նորմալ օձիքային տարածություն։ Դրա համար առաջի սկրինինգի բաց չթողնելը շատ կարևոր պայման է։ Երկրորդ արդեն օրգանոգենեզի սկրինինգն է, որտեղ դիտարկվում է ամբողջ օրգանների կառուցվածքը, ֆունկցիոնալ վիճակը, այդ թվում ամենակարևորը պտղի սրտի էխոկարդիոգրաֆիան։ Այդ էլ եք դուք անում։ Իհարկե, երկրորդ սկրինինգն է դա եւ երրորդ երամսյակի սկրինինգը դա արդեն 30-ից 32 շաբաթն է։ Չթվարկեցի առաջինը 12-ից 14 շաբաթական, երկրորդ սկրինինգը 18-ից 20 շաբաթական, երրորդը 30-ից 32 շաբաթական, որի ժամանակ արդեն վերջնական դիրքի հետ կապված ինֆորմացիա է տրվում քաշի, պլացենտայի, ընկերքի, պտղաջրերի, անոթների ու էլի լիքը կարևոր ինֆորմացիա։ Երբևիցե խառնել եք երեխայի սեռը, շենք ասեք տղա է, բայց վերջում աղջիկ ծնվի։ Իհարկե, ու հանուն արդարության պետք է ասեմ, որ հետ հարազատներիս մոտ հաղորդումը նայելու շատ կուրախանամ, եղբորս աղջկան եմ առաջի սխալ սեռ ասել ու այն որ Շատ դու հորքուր ես։ Հա, հորքուրի խայտարակարել։ Ու ասենք 2 շաբաթ հետո նույն պտուղ ուսումնասիրելուց արդեն նայելուց փաստել ենք, որ ոչ թե աղջիկ, այլ տղա է։ Երկու մոտ հարազատի հետ կապված սխալվել եմ, ասել եմ ոչի սխալվելուց թող հարազատների հետ լինի։ Միշտ է վաղ ժամկետում ոչ ոք ձերբազատված չէ սխալվելու
Փաստից ինձ 10-12 շաբաթում ասեցին տղայա ու մինչև 30 քանի շաբաթ չենք հարցրել բժշկին, հետո պարզվեց աղջիկա, այդ ժամանակ մենակ ես էի շատ ուրախացել, որտեղ միշտ երազել էի, որ աղջիկ երեխա պետք է ունենա։ Չէ, իմ պրակտիկայում շատ արագ շտկել եմ, սխալ ես։ Թե մենք չենք հարցրել բժշկին, պրոստը հետո է։ Ինքն էլ մտածում եմ, ես աղջիկ է ասել։ Պտղի որ արարքներն են երևում ուլտրաձայնային հետազոտությամբ։ Բազմաթիվ արատներ, ընդ որում արատների հայտնաբերման այսպես ասած հավանականությունը տատանվում է 12 շաբաթից մինչև 30 շաբաթական, ընդ որում, այսինքն ունենք ֆունկցիոնալ արատներ, որոնք ամենավաղ ժամկետներում դեռ կարող են չդրսևորվել, օրգանի ֆունկցիայի արդեն ծայրաբեռնվածության եւ հղիության ժամկետի մեծանալու զուգահեռ կարող ենք իրենց հայտնաբերել։ 12 շաբաթից սկսած հայտնաբերում ենք ոսկրային համակարգի, ողնաշարի, վերջույթների արատները, ավելի հասուն արդեն երկրորդ սկրինինգի ժամանակ օրգանների, մասնավորապես սրտի բազմաթիվ արատներ կարող ենք հայտնաբերել, սոնոգրաֆիկ հետազոտությունը անփոխարինելի մեթոդ է համարվում, գիտեք, պտղի հետազոտման եւ նմանատիպ տարբեր տեսակի պաթոլոգիաներ հայտնաբերելու գործում։ Եղել է դեպք, որ ՈՒԶՀ-ի վրա այնքան վտանգավոր դեպք տեսնեք, որ միանգամից կարիք լինի, օրինակ միջամտելու վիրահատության կամ մատիվ խնդրի։ Այո, ցավոք սրտի արատները բաժանվում են երկու խմբի՝ կյանքի հետ համատեղելի եւ ոչ համատեղելի։ Աշխատելով ծննդատանը առնչվում ենք բազմաթիվ խնդիրների հետ, բազմաթիվ խնդիրների հայտնաբերման հետ եւ այո, ցավոք սրտի հաճախ ունենում են կյանքի հետ անհամատեղելի, ուրեմն արատներով պտուղներ, որոնք նույն պահին արդեն գինեկոլոգի վերահսկողությամբ ուղղորդվում են նմանատիպ հղիության ընդհատմանը։ Իհարկե կան թույլատրելի ժամկետներ հղիության ընդհատման եւ արդեն ավելի մեծ ժամկետներում գնում է ծննդալուծման տարբերակով, բայց դրանք արդեն գինեկոլոգիական նեղ հարցեր են։ Ես որպես ռադիոլոգ կասեմ, որ այո, բազմաթիվ արատներով ես ինքս հանդիպել եմ դեպքերի եւ ուղղորդել ընդհատման տվյալ հղիությունը։ Ու ամենաշատը քանի պտուղ եք տեսել սոնոգրաֆիայով, ըստ դաշիկը դրել։ Եռյակ։ Եռյակ։ Դե զույգերը շատ են, արտամարմնային բեղմնավորման զարգացմանը զուգահեռ շատ ավելի հաճախ ենք հանդիպում զույգ պտուղների, սակայն ես իմ պրակտիկայում շատ չէ, բայց 2-3 դեպք ունեցել եմ եռյակների։ Ծնվել են եռյակներ, հա։ Իհարկե, ընդ որում երկուսը եղել են արտամարմնային բեղմնավորման շնորհիվ ձևավորված, իսկ մեկը եղել է բնական, ընդ որում մաման դրա մասին չի իմացել ընդհանրապես։ Ինքը ուղղակի որպես վաղ ժամկետի հղիություն եկել է, որպեսզի ախտորոշենք, ասելով, որ փորս շատ արագ է մեծանում, ու այնտեղ տեսել ենք ոչ թե 1, այլ 3 պտուղ։ Իհարկե ռադիոլոգիչի բժշկական տեսանկյունից դա ծանր է շատ։ Ամբողջ ընթացքը կրել այդ եռակի պատասխանատվությունը, թե մոր ինչու նաև բժշկական անձնակազմի համար։ Ես բարեկամներ ունեմ, իրանք քառյակ են ծնվել։ Եռյակից ավել իմ պրակտիկայում չեմ հանդիպել։ Եվ ամենավերջին հարցը կապ ունի սարքը, թե կապ ունի մասնագետը ուլտրաձայնային հետազոտության մեջ։ Ես կարծում եմ երկրորդ տարբերակն է ինձ համար ավելի ընդունելի, որովհետև մասնագետը պիտի տեսնի հնարավոր բոլոր տարբերակներով, դրանում շատ կարևորում եմ փորձը, գիտելիքների հետ համատեղ եւ իհարկե ոչ պակաս կարևոր է նաեւ սարքի որակը, որովհետեւ այսօր վիզուալիզացիոն հնարավորություններից շատ բան է կախված վաղ ժամկետներում անելու ճիշտ ախտորոշումներ։ Շնորհակալություն։ Մեր հյուրը բժիշկ սոնոգրաֆիստ Արմին Մեհմիսակյանն էր։ Արմին ջան, մերսի։ Բաժանորդագրվեք բժշկու Facebook-յան էջին, որպեսզի ծանոթանաք ռադիոլոգիական know-how-ներին։ Առողջ եղեք։ Շնորհակալ եմ։